Բարի լույս։ Լույս բարի, առաջին ձմեռային եթերն է իմ և գերեցկուին, էլի։ Բարի ձմեռ բոլորիս։ Բարի ձմեռ բոլորիս, այո, իսկապես թող ձմեռը բարի լինի և այն բոլոր երազանքները, որ կապված են ձմռան հետ, նոր տարվա հետ, ձմեռ պապիկի հետ, մաքուր ձյան հետ, անպայման իրականանան, իսկ մենք եկել ենք ձեզ ասենք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այսօր դեկտեմբերի 2-ն է, երեքշաբթի, տարվա ավարտին մնում է ընդամենը 29 օր։ Իսկական խորը աշնանային եղանակ է, ձմռան երկրորդ օրը արդեն հանրապետությունում կամ փակ ճանապարհային ուղիներ, այնպես որ կարծում եմ սա շատ նորմալ է, մեզ արդեն ձմեռն է հյուր եկել, ձյուն է տեղացել, բայց այդ ամենի մասին կպատմենք մի փոքր ավելի ուշ։ Այսօր դեկտեմբերի 2-ն է, չենք մոռանում, որ հենց այս օրն է ծնվել ամենահայտնի հայ զորահրամանատարներից մեկը՝ Հովհաննես Բաղրամյանը։ 1955 թվականին նա դարձավ մարշալ, սիրեներս, բայց այս ամենը դու կարող եք ինքներդ Վիկիպեդիայում կարդալ, ինչ որ հիմա մեզ մոտ ստենանում գրված է, ես ուզում եմ մի հետաքրքիր պատմություն պատմեմ։ Հովհաննես Բաղրամյանը պատերազմից հետո Լատվիայի ուրեմն գերագույն խորհրդի падգամավոր էր եւ տարին մի անգամ գնում էր Ռիգա, որ մասնակցեր այդ գերագույն խորհրդի ինչ որ նիստերից մեկին։ Հերթական անգամ մարշալը եկել է եւ ուրեմն ելույթ ունեցողը դուրս է եկել եւ սկսել է խոսել լատիշերեն է խոսել, դե բոլորը ծափ են տվել, բոլորը հասկացել են ինչ է խոսում այս մարդը, բացի մեր սիրելի Մարշալ Բաղրամյանից։ Հաջորդը ելույթ էր ուներ Մարշալ Բաղրամյանը, նա դուրս է գալի, ուրեմն կանգնում է հարթակի մոտ եւ սկսում է խոսել հայերեն, սկսում է խոսել հայերեն, դրան ոչ մեկ չի հասկանում, դրանց հետո գերագույն խորհրդի ուրեմն նիստը շարունակվեց ռուսերեն լեզվով, որը որ հասկանալ էր թե մեր Մարշալ Բաղրամյանին, թե մնացածին։ Դե ինչ, համոզված եմ, որ ճանաչում եք Մարշալ Բաղրամյանին, համին դեպս գոնե կյանքում մի անգամ տեսել եք արձանը ձիու վրա, գիտեք, որ մետրոյի կայան կա, գիտեք, որ ուրեմն փողոց կա, պողոտա կա եւ գիտեք, որ նա ծնվել է Չարդախլու գյուղում, որից որ 3 մարշալներ են դուրս եկել, տասնյակ գեներալներ, 100-ից ավելի գնդապետներ եւ առհասարակ այդ Չարդախլու գյուղը իսկապես մի ուժի վայր է եղել հայ ժողովրդի համար, ուժեղների գյուղ իսկապես։ Մարշալ Բաղրամյանի մասին միգուցե դեռ խոսենք, բացի Մարշալ Բաղրամյանից այսօր Նելինկը հետաքրքիր ծնվել է Ջանի Վերսաչին։ Սիրում ես։ Այո, սիրում եմ։ Սիրում ես։ Եվ Բրիտնի Սպիրսը։ Պետք է սպեսին եմ սիրում։ Oh, I did it again. Ահա, ժամանակն է ըստ երևույթի երաժշտություն լսել, բայց համոզված եմ, որ Բրիտնի Սպիրս չի լինի, որովհետև Բրիտնի Սպիրսը չի մասնակցել հայ սուպերստարին։ Այ դա Բրիտնի Սպիրսի միակ ինձ թվում է կյանքի պրոպուսկատ կարելի ասել։ Բաց թողում արի, ասենք ավելի ճիշտ է։ Ներողություն, Բրիտնի Սպիրսի կյանքի միակ բաց թողումն է, որ բայց այդ բաց թողումը չունեն մնացած բոլոր երգիչները, Սևակը։ Ու շատ շատերը։ Ու շատ շատերը, ովքեր որ իդեպ դեկտեմբերի 19-ին մենահամերգ են ունենալու, մենահամերգ ասվածն այն է, որ Շանտի բոլոր աստղերն են իրենց համերգ ունենալու Գլենդելի լավագույն Ալեքս թատրոն, որտեղ որ դու ես ելույթ ունեցել։ Այո, գործը շատ շուտ էր եղել։ Նելի, բայց ես ամեն ինչ հիշում եմ դեր մասին, այո։ Շնորհակալություն։ Դուք այն քիչ մարդկանցից եք, ովքեր դեռ հիշում են այդ մասին։ Այդ համերգի մասին մանրամասները մենք դեռ կպատմենք, այս բան եկեք երաժշտական հոլովակ դիտենք եւ վերհիշենք մեր սուպերստարի հերոսներից որևիցե մեկին, մնացեք մեզ հետ։ Մենք եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Սևակ Ամրոյանը, Անդրեն, Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ երկու նախագծից Անի Խարատյանը, Սամվել Մալոյանը, հայ սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը եւ Մինասը, երաժիշտ Արմեն Ձամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն ձեզ սիրելի հեռուստադիտող։ Իդեպ ասենք, որ տոմսերը կարող եք ձեռք բերել on-line Ticket-Miket կայքից կամ զանգահարեք 818 265 0506 հեռախոսահամարով։ Ահա, դե ինչ, մինչև դուք տոմսերը ձեռք եք բերում, մեր հեռուստադիտողը Հովհաննես Սարգսյանը
Նշում է, որ մենք մոռացել ենք, որ այսօր դեկտեմբերի 2-ին ծնվել է մեր սիրելի Հովհաննես Բաչկովը, չեմպիոնական գոտու հաղթող, եվրոպական խաղերի հաղթող, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Հովհաննես, շնորհավորում ենք ծնունդդ, մաղթում ենք հաղթանակներ։ Իդեպ մեծահասակների հավաքականը արդեն կարծես թե ավարտել է իր ուրեմն զբորները ներողություն Մեսրոպ Մաշտոց եւ մեկնում է Դուբայ, որտեղ տեղի կունենա աշխարհի ABA աշխարհի առաջնությունը հաղթողի միջալյուց ստանալու $300,000։ Պատկերացնում ես Հուսով մենք կկարողանանք հյուրընկալել մեր սպորտսմեններին։ Հուսանք, որ արդեն ավելի հարուստ սպորտսմեններին մեր աշխարհի առաջնությունից հետո կհրավիրենք այստեղ հարստացած, այո, կհրավիրենք եւ խոսենք աշխարհի առաջնության մասին։ Իմիջիալոց Հովհաննեսը չի թողի, որ ես խափեմ, երեք Գյումրիում ձուն է եկել, Այո, մենք տեսանք տեսանյութները, որոնք որ արդեն կային։ Հիմա խոսենք եղանակի մասին, ասենք Այո, որ հարաբերության տարածքում այսօր եւ վաղը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում սպասվում են անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-ից 4 աստիճանով։ Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում էապես չի փոխվի։ Այս պահին սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար Երևանում, բայց սպասվում է այսօր մի փոքր անձրև։ Իդեպ ասենք, որ անձրևը բավականին այսպես աղտոտված էր, զգուշ եղեք եւ փորձեք բաց գույնի հագուստներ չհագնել։ Եվ չխմել անձրևաջուրը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր խմում էին, ասենք, որ այլևս պետք չէ խմել եւ ասենք, որ վաղվանից տեղումներ Երևանում չեն սպասվում։ Համենայն դեպս այլևս այո։ Զարան այսօր մի քիչ կարող է ուրախանալ, որտեղ ֆանտաստ սպասում էր այդ Վահան Տերյանական, ուրեմն եղան անձրևին, մառախլապատ, բան տեցինք ուզում էր գինով Բուխարի արչև, այսպես պլեդի մեջ։ Նրան պակասում է միայն անձրևը։ Ըստ երևույթի, կամ պլեդը, չգիտեմ Զարան, ինչ է պակասում մեզ, պակասում է մեզ Դոլչե Լիկան, բայց այսօր կարծես թե ոչ թե թխվածք է պատրաստել, այլ ինչ ուրիշ բան, չէ՞։ Այո, բայց ինչ կանցնենք Դոլչե Լիկային, Գոր, եթե թույլ կտաս, նաև շատ լավ հետաքրքիր նորություն, որն ինձ անձամբ շատ դուր է եկել։ Հայաստանի 5 քաղաքները հայտ են ներկայացրել 2027 թվականին երիտասարդական մայրաքաղաքները համարվելու համար։ Հայտ են ներկայացել Գորիսը, Մասիսը, Վաղարշապատը, Ստեփանավանը եւ Վեդի համայնքները։ Հիշեցնենք նաեւ, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք, որտեղ անցկացվելու է լայնամասշտաբ ծրագրեր եւ մի շարք միջոցառումներ։ Իդեպ սա շատ լավ նորություն է, որովհետեւ այո, բայց եւս մեկ անգամ ասենք, որ այսինքն այլևս միայն կենտրոնացած չենք Երևանի վրա, որը շատ լավ է մարզերի համար։ Կարևոր է իսկապես։ Շատ կարևոր է, այնպես որ 2026 թվականը ամբողջ երիտասարդությունը կարող է գնալ դեպի Մասիս, ոչ թե Երևանում Հյուսեն պողոտայում գնա այս կողմ, գա այս կողմ։ Այո, ծանոթանալ մեր տարբեր մարզերի հետ եւ ակտիվացնել երիտասարդական կյանքը նաեւ մարզերում։ Եռու զերը։ Իսկ հիմա ինչպես արդեն նշեցիք, ինչ ենք անում գո։ Այո, հիմա Դոլչե Լիկայի մասին խոսք կան Դոլչե Լիկային, բայց այսօր մեր սիրելի Դոլչե Լիկան պատրաստել է ոչ թե թխվածք, այլ պատրաստել է տաք, ուրեմն բուրավետ ըմպելիք, որը կօգնի մեզ պայքարել այն ամենի հետ, ինչի հետ մենք անդադ պայքարում ենք, որովհետև օդը աղտոտված է, որովհետև կարծես թե մի քիչ ցուրտ է, որովհետև միկրոբները գլուխները բարձրացրել են եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսօր Դոլչե Լիկան համել բուժիչ է, համեղ եւ բուժիչ։ Լիկա, խոսքը տրամադրում ենք ձեզ։ Ողջույն, պատրաստում եմ ձեզ համար տաք ըմպելիք, ճիշտ եղանակն է։ Եվ եթե ձեզ մի քիչ վատ եք զգում կոկորտի, ցավեր ունեք եւ այլն, կարող եք օգտագործել այս դեղամիջոցը եւ համով դեսերտը։ Եթե դուք չունեք այս գործիքից, ապա կարող եք հարիճը միացնել մեկ թաթիկով գնացել։ Այ այսպես։ Չէ, պետք է բռնել։ Սուրճ, աղջուր, ոտնած հարում եք, ստոպ, առանց ոտնած եմ, մազերս թափած եմ, որովհետև ես իմ տանն եմ, ինչ կուզեմ տանեմ։
չհազալ։ Փաստորեն լիկան կարծրատիպեր է կոտրում, որովհետև բուժիչը նաև կարող է լինել համեղ։ Այո։ Օգտակարը եւ համեղը միասին։ Այո, որովհետև սովորաբար այն ինչ որ բուժիչ է եւ օգտակարը չի լինում համեղ, բայց այս բaragայում համեղ է։ Պատրաստեք, փորձեք, զանգեք մեզ եւ պատմեք, կիսվեք ձեր, այսպես ասած, զգացմունքներով։ Մենք գնանք պատրաստենք։ Մենք էլ գնանք գովազ դիտենք։ Գովազ դիտենք, այդ ընթացքում պատրաստենք այս հրաշք լիկայական բուժիչ ըմպելիքը։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձան գովազդից եւ Նելին լավ լուր ունի բոլոր այն մարդկանց համար, որոնք որ աշտարակից գալիս են դեպի Երևան եւ ինչ որ բան են մոռացի աշտարակում եւ ուզում են նորից ետ գնալ։ Դեկտեմբերի 2-ից աշտարակի խճուղում Կարմիր խաչի հարակից ճանապարհահատվածում կթույլատրվի հետադարձը դեպի Կարմիր խաչ։ Մի կողմից լավ է իհարկե, բայց մի կողմից ահավոր է լինելու, որովհետև Կարմիր խաչից մի քիչ ներքև գիտենք, որ մեծ հիմա առևտրի կենտրոն, որտեղ որ անընդհատ խցանում է այդ պատճառով։ Բացի դրանից եւս մեկ լուր, արդեն դեկտեմբերի 1-ից Սայաթ-Նովա պողոտայի վրա, Ավագ Պետրոսյան փողոցի խաչմերուկից մինչև Խանջյան խաչմերուկ, աջ կողմի վրա կայանալ ավտոմեքենաները չի կարելի սիրելիս, ուշադիր եղեք, Նելի, այնտեղ սիրում եք կայանալ։ Այնտեղ խանութներ կան, հեռախոսներ են վաճառում, ինչ որ կոմպյուտեր ոնց է հայերեն։ Համակարգիչներ այդ հատվածում սիրելիս չի կարելի, բայց երեք ես 7:30 առավոտյան գնում եմ եթերի ռադիո, տեսա որ մեքենաները դեռ կայանած են եւ գծանշան բան չկար դեռ, բայց ասում են որ էլ չի կարելի այդտեղ մեքենա կանգնեցնել։ Նաև շահագործման են հանձնվել Զվարթնոց օդանավականի վերանորոգված մայրուղին եւ ղեկուղին, սա հնարավորություն կտա ավելի օպտիմալ կերպով իրականացնել օդանավերի վերգետնյա տեղաշարժը, նվազեցնել գերբեռնվածությունը եւ ավելացնել օդանավականի կողմից սպասարկվող չվերթների ընդհանուր քանակը։ Սա էլ է հիանալի նորություն իհարկե։ Կապ չունի, այսինքն բերել չէ, դա կապ ուներ այն մարդկանց հետ, որոնք որ վարում են ուրեմն ինքնաթիռներ։ Իսկ քանի որ մենք դեռ չենք վարում ինքնաթիռ գոր, ես առաջարկում ես չեմ վարի, բայց Նելի դուք կարող եք։ Օ, շնորհակալություն, լավ կարծիք ունեք ինձ ամբողջ կյանք արժևում է դա։ Ես առաջարկում եմ մենք լսենք լավ երաժշտություն վերադառնանք, քանի որ այսօր ունենք շատ հետաքրքիր հյուրեր եւ հետաքրքիր թեմաներ, որոնք հետաքրքիր են բոլորին։ Երաժշտություն Շանթի առավոտի եթերում։ Կսպասես օխագին, առանց օխագ թարամած կարոտ են պասագին, առանց օխագ թարամած կարոտ են պասագին, արդյոքով է ախ սիրտս կատողա սիրուհի սուր ես կանում ախ սիրտս կախաղա սիրուհի սուր ես կանում ախ սիրտս կախաղա Hello
Սիրուհի սուր ես կանում, աղ սիրտաս խաղաղ Մեր տաղավ Մինասներ, այնտեղ իսկ հիմա Մինասներ, իդեպ Մինասները համերգին երկեր հիշում եք գոր, երբ էր համերգը տեղի ունենալու։ Դեկտեմբերի 19-ը Glendale Alex Theater։ Ճիշտ ասեցի։ Այո, ընտիր ասացիք, այո։ Մենք անցնենք առաջ եւ ներկայացնենք մեր հյուրերին։ F-net ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սոնա Մադոյանն ու առաջխաղացման բաժնի ղեկավար Էդգար Ենգիբարյանն են մեր այսօրվա հյուրերը։ Նրանց հետ կհասկանանք տարբեր ծառայություններից, թե F-net-ը առաջարկում է ինչ ծառայություններ, ինչ նորություններ, կարծում եմ, որ բավականին թեմաներ ունենք, որոնք մեզ հետաքրքիր են։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ է F-net-ը, ինչով է զբաղվում եւ ինչ ծառայություններ է մատուցում հայ ազգին։ Դու չգիտես գոր։ Ես գիտեմ, բայց հարցը չէ, ինտրիգա եմ մտցնում, որ մարդը չգիտի։ Մարդը չգիտի։ Այո։ Եվ խնդրեմ, բացատրեք։ Կրկին բարև ձեզ, շնորհակալություն հյուրընկալության համար։ F-net Telecom-ը 2009 թվականից է շուկայում։ Մենք ոչ միայն հեռահաղորդակցային, նաև տեխնոլոգիական մեծ ընկերություն ենք։ Իհարկե սկսել ենք շատ փոքր չափերից ու այս 16 տարվա ընթացքում հասել ենք մեծ ծավալների, մատուցելով մի շարք ծառայություններ, IPTV, անալոգային հեռուստաընկերությունից սկսելով հասել ենք IPTV, ինտերնետ, սմարթ լուծումներ, մի շարք սմարթ լուծումներ։ Հիմա մեր ծառայությունները հասանելի են Երևանում եւ պլյուս նաեւ 6 մարզում Որոնք են այդ մարզերը։ Գեղարքունիքի մարզ, Արարատի մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Լոռու մարզ, Վայոց ձորի մարզ, որը չասեցի։ Ոնց որ սա Բոլոր Բոլոր ասացի։ Մնացած մարզերը կարող են դիմել եւ նորից Այո, շուտով հասանելի կլինենք նաեւ մնացած մարզերում, մեր նպատակն է ընդլայնվում եք։ Այո, միանշանակ ընդլայնվում ենք եւ տիրույթով եւ մատուցվող ծառայություններով եւ առաջիկա տարվա նպատակն է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում հասանելի լինել։ Իդեպ նշեմ, որ մեր ծառայությունները ոչ միայն ֆիզիկական անձանց համար են, այլև բիզնեսների համար են։ Այն ծառայությունները, որոնք որ նշեցի, նաև բիզնեսների համար են, մեր ծառայություններից օգտվում են նաև կորպորատիվ ընկերությունները, բիզնեսները։ Վերջին շրջանում շատ ենք լսում նոր հարթակի մասին, F-Time-ի մասին։ Գիտենք, որ այն ներկայացվել է նաև Digitech 2024-ին, այ ինչ պրոդուկտ է սա։ Արունել ջան, ճիշտ նշեցիք, մենք նոր ծառայություն ունենք արդեն։ Մենք վաղուց ենք աշխատել այս նոր ծառայության վրա եւ այսօր արդեն պատրաստենք մեր բաժանորդներին, արդեն իսկ մեր բաժանորդներին հանձնել մեր նոր պրոդուկտը F-Time է կոչվում։ F-Time-ը պատկերացրեք մի հատ հարթակ է, որտեղ որ կարող եք դիտել ձեր սիրած յուրաքանչյուր ֆիլմը, մուլտֆիլմը, սերիալը, այնտեղով նաեւ կարող եք դիտել հեռուստաալիքներ։ Այսինքն ինքը app է, հա, որ կարող ենք Ինքը քաշել։ հավելված է, որ smart TV-ով կամ սմարթֆոններով կարող եք քաշել ու դիտել ցանկացած վայրից եւ դիտել ոչ միայն ֆիլմեր, սպորտային ալիքներ կա,
Ալիքներ տարբեր բազմաժանր ալիքներ կան, բացի Այսինքն ալիքներից դա հեռուստատեսություն է ձեր սմարթֆոնում։ հեռուստատեսություն, բայց բացի հեռուստատեսությունից Նաև նաև ֆիլմեր, սերիալներ, content, չգիտեմ, հաղորդումներ հարցազրույցներ։ նույնիսկ, հա։ Իսկ նորից բաժանորդագրման արդյունքում Բաժանորդագրման արդյունքում այս պահին մենք ունենք շատ լավ նորություն ամանորին ընթառաջ Գալիս է ամանորը։ ամանորին ընթառաջ այո ասես հրաշք առաջարկ ունենք մեր արդեն ներկա բաժանորդների համար այն մարդիկ ովքեր օգտվում են մեր ինտերնետ TV փաթեթից իրանց համար այս պահին անվճար կլինի բոլոր այդ կոնտենտը ֆիլմեր Իսկ այն մարդիկ, որոնք որ դեռ չեն օգտվում։ ովքեր դեռ չեն օգտվում քանի որ ամանորը իրանց համար էլ անվճար կլինի եթե Ամանորը բոլորի Ահա, խորոմանքի, դեսա։ Ով ես եթե տխրեցի, օ, բոլորը։ Այսինքն պետք է ներբեռնել պարզապես պետք է զանգարել F-net, գրանցվել եւ ծառայությունը արդեն մենք կմատուցենք։ Պետք է զանգարել ձեզ, հասկացա։ Մի քիչ խոսենք նրա մասին, ինչի հետ տասնյակ հազարավոր մարդիկ ամեն օր դիպչում են։ Խոսքը դոմոֆոնների մասին է, ինչու նախ այդպես տարածում շատ արագ, այսպես ասած, տարածվեց, հենց ձեր դոմոֆոնները եւ ինչով են նրանք ավելի լավ, քան ուրիշ դոմոֆոնները։ Հայրեն դոմոֆոն Մեսրոպ Մաշտոցը։ Չէ, այդ հարցը խնդրում մի տվեք գորտում։ Այնտեղ որտեղ որ պատտվում է, այո։ Իրականում ես էլ եմ փնտրել հայերեն տարբերակը ու այդպես էլ չկարողացա գեղեցիկ տարբերակ գտնել։ Մենք էլ ինչպես նկատեցինք։ Անպայման չի գեղեցիկ, կարող եք ինչ-որ բար հորինել, ասեմ, սա դոմոֆոն է։ Ասենք դոմոֆոնային համակարգ, քանի դեռ չունենք հայերեն գեղեցիկ տարբերակ։ Նախ հաճելի է, որ նկատում են, մեր նպատակն էլ հենց դա է, ի սկզբանե մեր դոմոֆոնային համակարգերը ստեղծվել են, սկսել ենք մատուցել մեր բաժանորդների անվտանգության ու ապահովության համար, կենտրոնում եթե նկատել եք, հենց մեր դոմոֆոնային համակարգի կողքին կան լուսավորվող վահանակներ, որտեղ որ հենց այդ խորագիրն է, ապահով Երևան, ու մեր գերնպատակը դա է ապահովել անվտանգություն, ինչով ենք մենք տարբերվում շուկայում առկա մրցակիցներից, մենք տարբերվում ենք մի շարք ֆունկցիոնալով, նախ մեր դոմոֆոնային համակարգը կառավարվում է ամբողջությամբ հավելվածով, ցանկացած վայրից դուք կարող եք մտնել, տեսնել ինչ է կատարվում շենքի դիմաց, օնլայն տեսախցիկով, ինչպես նաև բացել, փակել, կառավարել մուտքը, մենք նաև Տեսնելով է եկել, որ ժամին է եկել, չէ՞։ Այո, միանշանակ նաև հյուրը զանգը տալուց հետո կարող եք դուք նաև զրուցել հյուրի հետ տեսազանգով տեսնելով եք ամնած տրանդի մեջ։ Կարող ես բերել ու ասել, որ չի գա։ Այն ինչ որ մտածում ես դրա Նույնիսկ բաց թողնված զանգերը նայելու Զանգերի հնարավորություն պատմությունը կա։ նայել, ցանկալի հյուրերին կարող եք հղում ուղարկել։ Իրենք առանց զանգը տալու արդեն կարող են մուտք գործել, բնակարան ունենք նաև անհպում կառավարում, այսինքն Bluetooth-ի եւ Face ID դեմքի ճանաչման միջոցով եւս։ Այո։ Եթե թույլ կտակ ասեմ, որ մենք ունենք այս դոմոֆոնից օգտվում ենք եւ պիտի ասեմ, որ այն նաեւ շատ մատչելի է, ինչի մասին ուզում եմ խոսել։ Այ Bluetooth-ով է, էկրանն է, մենք ունենք հավելվածը մեր հեռախոսի մեջ, մենք տեսնում ենք, զանգով բացում ենք, ամեն ինչ։ Օրը մեջ փոխում եք ձեր սաներվածքը, ճանաչում է ձեզ։ Իսկ դուք ինչի՞ց որոշեցիք, ես օրը մեջ իմ սաները։ Որտեղ ամենական որ գալիս եք երբեք տարբեր սաներվածներ։ Գոր, նրանք մեզ շատ լավ են ճանաչում։ Նրանք խելացի Ոչ են։ մի բան չի կողմ։ Այսինքն եթե ես անգամ օրինակ լինեմ բարիք հայերեն ինչպես է։ Դե գոր Կեղծամ։ Կեղծանով ինձ կճանաչի։ Այո։ Okay, լավ։ Մի քանի Face ID-ա, Face ID։ մի քանի տարբեր ռակուրսից նկարներ կարող եք։ Ես տարբեր սաներվածքներով գորիացել եմ, բացվում եմ։ Դիևնելի Գորը պատրաստ է անգամ կեղծամով եւ ապացուցել, որ F-net-ի համար պատրաստ եմ անգամ։ Չէ, իսկապես եթե հումոր չանենք, այո, իսկապես այն շատ հարմար է։ Նաև խոսենք ապահովության մասին, չէ, որ մենք այսպիսքան, եթե հիշենք մեր մանկությունը, այդպիսի բան չկար, մեր տանտերներն էին անգամ բաց, բայց ժամանակահատվածը փոխվել է եւ հիմա շատ լավ է, որ կան գրեթե բոլոր եւ դուք նշեցիք կենտրոն, բայց պիտի ասեմ, որ մենք կենտրոնում չենք ապրում, բայց իդեպ անգամ նոր-նորքում կա ձեր ասած բոլոր տարբերակները, երբ կարող ես օգտվել, այսինքն
խոսում են նաև նրա մասին, որ դուք կենտրոնից նաև ընդլայնվում եք ըստ Միանշանակ երևույթին։ ավելացնեմ, որ մեր դոմոֆոնային համակարգերը ոչ միայն Երևանում են, մենք այս պահին ունենք նաև Սևանում, Մարտաշատում, Աբովյան քաղաքում, Իսկ այնտեղ էլ է արդեն դա։ Այո, տարածվում ենք ամբողջ Հայաստանում։ Դուք խոսեցիք նորությունների մասին, խոսեցինք թե ամանորին էլ ինչ անակնկալներ ունենք բոլոր ձեր հաճախորդների համար կամ միգուցե այն մարդկանց համար, ովքեր պատրաստվում են դառնալ ձեր հաճախորդը։ Կամ չէին է պատրաստում, բայց հիմա այդ նորությունը լսեն եւ պատրաստվեն։ Երևի թե խոսամ մեր ամանորյա արշավի մասին մի փոքր, հրաշքներ լինում են, հատկապես F-net-ում, այդպես է կոչվում, այդպես է կարգախոսը, եւ այդ արշավի շրջանակներում առաջարկում ենք մի հատ շատ լավ առաջարկ փաթեթ, որը կոչվում է տան համար փաթեթը, որտեղ ներառված են մեր բոլոր ծառայությունները, նույն F-time, նոր հարթակը, խելացի դամաֆոնները, ինտերնետ, հեռուստաալիքներ, բոլորը մեկում եւ ընդամենը 6400 դրամով մարդ կարող է ամսական ունենալ այդ բոլոր ծառայությունները։ Այսինքն ինտերնետ, դամաֆոն, ալիքներ, հեռուստատեսություն, F-time հարթակը, վաու, 6400։ Շատ կարևոր հարց։ Օրինակ, հիմա շենք կա, որոնք որ արդեն ունեն դամաֆոն, բայց դժգոհ են։ Կարող են դիմել ձեզ միանգամից, ինչպես է դա։ Խզում են պայմանագիր այն ընկերության հետ։ Այսինքն դուք նաև դուք համ 0-ից եք, եթե չկա դոմոֆոն գալիս եք տեղադրում եք այդ ամենը, համենայն դեպքում եթե այնտեղ ինչ-որ բան կա, դուք գալիս եք եւ ձեր Բնակիչների ցանկությամբ այդ ամեն ինչը կատարվում, եթե շենքի մուտքի բնակիչների 50%-ից ավելը համաձայնում են տեղադրել մեր դամաֆոնային համակարգը, մենք միանշանակ մոտենում եւ անվճար տեղադրում ենք դամաֆոնային համակարգը։ Շենքի բնակիչները կարող են որոշել այդ հարցը եւ համատիրությունները։ Եթե կառավարող մարմին կա համատիրություն, ներողություն, համատիրությունն է որոշում, այո։ Եթե ոչ, շենքի բնակիչները իրենք կարող են որոշել, զանգարել։ Արդար քվեարկության արդյունքում։ Դա ինչպես որ մեր շատ բաներ մեր երկրում։ Եթե դուք ասացիք, որ ոչ միայն ֆիզ անձանց, այլ նաև ընկերություններ, չգիտեմ, կորպորացիաներ եւ այլն։ Այդ դեպքում իրենց համար ավելի լուրջ ինչ որ բաներ եք առաջարկում անվտանգության բարելավելու, ավելի հզոր, չգիտեմ, կամերաները, շատ կառավարության շենքը դիմում է F-net-ին։ Բնականաբար բիզնեսի համար ունենք այլ ընդլայնված լուծումներ եւ ինտերնետի մասով եւ տեսահսկման մասով եւ նույն դոմոֆոնային համակարգի մասով, ներքին ցանցի կառուցման մասով բիզնես լուծումները եւս շատ են, բազմազան են եւ բիզնես լուծումները անհատական են, այսինքն յուրաքանչյուրի կարիքներից ելնելով են առաջարկում, այսինքն դուք տեսնում եք ինչ է պետք եւ այլն քննարկում եք։ Նաև նշեցիք, որ 16 տարի ինչ շուկայում եք, սա բավականին երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է, ինչ ճանապարհ եք անցել եւ որտեղից եք սկսել։ Մենք սկսել ենք շատ փոքր մի քիչ Գարաժից։ Շատ հայտնի կորպորացիաներն են գարաժներից սկսել իրենց գործունեությունը։ Ճիշտ ու վրա եք պաստոր։ Մասիվում, ընկերոջ Ես ուզում եմ ասել, որ նոր-նորքի բնակիչները համաձայն չեն, որ նոր-նորքն է կենտրոնը։ Այո, նոր-նորքից է ամեն ինչ։ Դավիթաշենը ոչ։ Ինքինս նոր-նորքից է։ Հասկացա։ Նոր-նորքում փոքրիկ ավտոտնակից է սկսել այս ամեն ինչը, մինչև 5 հոգանոց աշխատակազմով։ Թանգարան չէ, բայց շարունակում է դեռ։ Ես հիշում եմ ամենասկզբից ալիքները։ Դեռ հա ճիշտ եմ հիշում այս հերոստատեսային ալիքները, որովհետև նրանք այն փաթեթը, որ դուք եք առաջարկում, ինքը շատ ավելի մաչելի էր, բայց շատ ավելի ալիքներ էր ներառում իր մեջ։ Ես հիշում եմ այդ։ Ես նույնիսկ հիշում եմ ալիքների քանակը 66 ալիք էր, անալոգային ալիքներ էին։ Դեռ կոչվում էր նոր-նորք կաբելային ծառայություն 2009 թվականին։ Դուք ի սկզբանե եղել եք ընկերությունում, հա։ ՆՆԿՑ նոր-նոր կաբելային ծառայություն։ Մասամբ եղել։ Եվ նաև հիշում եմ, որ կային որոշակի սպորտային ալիքներ, քանի որ գիտեք, մեր տանը առանց սպորտ հնարավոր չէ, որոնք միայն դուք ունեիք, եւ այդ ֆուտբոլները, որոնք որ կարող էիք նայել ձեր ընկերության արդյունքում, ուրիշ ոչ մի ընկերություն չուներ։ Միգուցե շուտով գան նորից այդ ժամանակները, որ նորից կփնտրեք ալիքներ, որոնք որ ֆուտբոլային են լինելու եւ այլ տեղ չի կարելի դիտել, դրա համար ներբեռնեք այդ
time-ը, բայց նորից եմ հարցը տալի։ Հնարավոր է միանգամից ներբեռնել, թե պետք է դիմենք ձեզ, դիմում գրել, ինչպես է դա։ Ներբեռնել հնարավոր է, ուղղակի օգտվելու համար, արդեն պետքա կապ հաստատել։ հաստատել, Այդտեղ ներբեռնելու ժամանակ արդեն ամեն ինչ բարձր արդեն ոնց որ քայլերը մասնագետները արդեն կօգնեն ձեզ։ կողորտեն։ Դե շատ կարևոր է։ Ես ուրախ եմ, որ փոքրիկ, այսպես ասած, ընտանեկան բիզնեսները, որոնք որ ծնվում են ավտոտնակներում, դառնում են հետո հանրապետական մասշտաբի եւ արդեն տեսեք, որ Երևանում եւ 6 մարզերում մնաց ընդամենը 4 մարզ մնաց։ Իսկ հետո օրինակ, երբ որ արդեն Հայաստանը ամբողջը ձեր լինի, մտածում եք, չգիտեմ, Իրանական Իսլամական Հանրապետություն, Վրաստան, չգիտեմ, Որտե շատ հաճախ ենք լսում, որ ինտերնետի խնդիրներ ունեն մեր հարևանները։ Գուցե ոչ ինտերնետով, բայց այլ ծառայություններով հնարավոր է դուրս գանք շուկայից, Հայաստանի շուկայից, Հայաստանի սահմաններից։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, այսպես smart լուծումների ուղղությամբ ենք աշխատում, smart home գաղափարը ինտեգրելու, ամեն ինչ smart դարձնելու, այո, խելացի տուն դարձնելու։ Մի շարք այլ լուծումներ էլ կան, այս պահին BPM համակարգ ունենք բիզնեսների համար, որը եւս արտահանելու նպատակով է ստեղծված։ Մի խոսքով մենք չենք սահմանափակվում հեռահաղորդակցային ծառայություններով, մշտապես ընդլայնում ենք մեր ծառայությունների շրջանակը, աճում ենք եւ այո, փոխվում ենք, նպատակներում կա դուրս գալ նաեւ Հայաստանի շուկայից։ Հիանալի։ Հա, դե ինչ ձեր գալիք նոր տարին շնորհավոր, շնորհակալ բաները F-net-ին եւ եթե դա ձեզ հետաքրքրեց, ինձ թվում է բոլորը կարող են վերցնել իրենց փոքրիկ հեռախոսները կամ մեծ համակարգերը, մեծ ռոպ մաշտոցելի լարվեց, ուղղակի գրեք F-net, փնտրեք, այո, փնտրուկ արեք։ Փնտրուկ եւ գտնուկ։ Փնտրուկ, գտնուկ եւ երջանիկ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այս պահին մեզ մոտ գովաստ, որ մենք ներբեռնենք եւ տեսնենք ինչ կա F-time-ում օրինակ։ Մնացեք մեզ հետ գովաստ շանթի եթերում։ Վերադարձանք գովազդից եւ շուտվանից անգլերենս չեմ բարելավել։ Ուրեմն դու չես դիտել գոր Սոնային մեր եթերում, քանի որ Սոնան ամեն առավոտ գալիս է շատ գեղեցիկ անգլերեն նախադասություններով եւ արտահայտություններով եւ ընդլայնում է մեր անգլերեն բառապաշարը։ Սոնա, ընդլայնիր, խնդրում եմ մեր անգլերենի բառապաշարը։ Good morning կամ ինչ Hi guys, good morning։ Տարբերակն էլ ճիշտ է։ Good morning guys. Այսօր քերականություն ենք քննարկում։ Ասեք, որ արդեն սկսել եք քերականությունը սիրել։ Ձեր վերաբերմունքից շատ բան է կախված։ Հենց ձեր առաջընթացը։ Ավելի շատ անգլերենի համար հետևեք իմ բլոգին կամ անցեք դասընթացներ իմ լեզվի դպրոցներում։ Զզվում եք ներկա վաղակատար ու վաղակատար շարունակականից, Իզուր guys, ընտիրեն իրան, կյանք են ու շատ պետքա կան։ Տրամադրվածությունը ձեր միատ փոխեք ու ֆիքսեք։ Ներկա վաղակատար, վաղուց եղել է, ներկայի վրա արդյունք կա, կամ էլ կյանքից փորձով եմ ձեզ հետ կիսվում։ Եղել եմ Ամերիկայում, I have been to the United States, Իտալիայում դեռ չեմ եղել, I haven't been to Italy yet, այդ կինոն տեսել եմ, I have seen that movie, լավն է այդ գիրքը կարդացել եմ, I have read that book, այսինքն ինչ ունեմ երբևիցե իմ կյանքում արած։ Այ վաղակատար շարունակականը ինքը սրա շարունակությունն է, սկսել է անցյալից ու մինչև հիմա դեռ շարունակվում է, կամ էլ խոսելուց պահից անմիջապես առաջ բրծել է ուշադիր իրավիճակին։ Առավոտից գիրք եմ կարդում, սկսել եմ, մինչև ես խոսելուց պահը դեռ շարունակում եմ կամ նոր բրծակարդալ ես։ I have been reading a book։ 5 ժամա քեզ եմ սպասում, էս ուր ես։ I have been waiting for you for 5 hours։ Where have you been? Զգում եք, չէ, ինչ կարևոր կոնտեքստային իրավիճակներ են։ Պետք է մեզ վաղակատարնել, վաղակատար շարունակականնել։ Կոնտեքստի մեջ արեք։
որ հիշեք, թե երբ է ձեզ պետք, ոչ թե ներկայավաղակատարն օգտագործում է այդ կանոնները, հա, հասկանալու համար առաջնային պետք են, բայց ավելի կարևորը, որ հասկանանք երբ օգտագործենք, ինչի սա պետք։ Բարելավեցինք մեր անգլերենը եւ պետք է մի քիչ երաժշտական ճաշակը բարելավենք։ Երաժշտություն Շանթի եթերում։ Իմ հոգում է չկա հանգիստ Ումարում է իմ մեջ ամեն ինչ Հավատում եմ, որ կաս իմ սրտում Դու վախուց ես այնտեղ բնակվում Առանց քեզ ես ունեմ թևեր Ամեն օր քեզ ուզում եմ տեսնել Առանց քեզ կա խալվարստվեր Պարզապես քեզ վախուց եմ սպասել Թող որ լինեմ Սերս քեզ հասնին, թող քեզ շոյեմ գրկին ու քեզ պարվիմ հոգին, թող որ լինեմ կամի ու սերս քեզ հասնին, թող քեզ շոյեմ գրկին ու քեզ պարվիմ հոգին Ես պասում է վերադարձիր Կարոտում եմ քոչել նայվածքին Իմ մտքում ես ամեն վարկյան Եվ չկաս իմ խոհել են անձայն Աչկերում իմ գրված է սեր Եթարի ու քո շունչը ինձ բեր Տես երկինքը ինձ հետ հավասար Անձրևում է, կորում է մի բար Թող որ լինեմ ու սերս քեզ հասնին Թող քեզ շոյեմ գրկին ու քեզ պարվիմ հոգին Թող որ լինեմ կամի ու սերս քեզ հասնին Թող քեզ շոյեմ գրկին ու քեզ պարվիմ Շոյեմ գրկին ու քեզ պարվիմ հոգին Թող որ լինեմ կամի ու սերս քեզ հասնի Թող քեզ շոյեմ գրկին ու քեզ պարվիմ իմ հոգին Վերադարձանք, որ տեղերում չմնանք, այլ գնանք դեպի հյուսիս արևմուտք, դեպի աշխարհի ամենամեծ կղզին, որը կոչվում է Գրինլանդիա։ Իմիջիալից գիտես պատմություն ինչի է կոչվում Գրինլանդիա։
Երբ որ վիկինգները գնացել են Օլաֆը հայտնաբերել էր այդ կղզին կամ Էրիկը, տարբեր սագաներում ասում են կամ Էրիկներ կամ Օլաֆներ, դե պարզ է գնացել տեսել է ցուրտ, սարսափատ ինչ-որ իրավիճակ, բայց որ մարդկանց հետաքրքրի, սա գովազդային մարքեթինգային խոտ էր, քայլ էր, խոտ չէ, քայլ էր, եւ նա որոշեց, որ այդ երկիրը, որը նա հայտնաբերել է, կոչի կանաչ երկիր, որ այն մարդիկ, որոնք որ գալու են հետո, գան կանաչ երկիր, գան ու տեսան, որ պերեն, կանաչ երկիր չկա, բայց իրականում այնտեղ մնաց Գրինլանդիա, փաստորեն սա առաջին մարքեթինգային խաբեությունն է, որի հետ մենք այսօր անընդհատ առնչվում ենք։ Փոթաթվենք աշխարհի շուրջը եւ գնում ենք դեպի Գրինլանդիա։ Գնանք բացահայտենք այդ հրաշք կղզին, որ Դանիային է պատկանում, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփը ասում է, որ մենք ձերին կամ կգնենք կամ բայց հələ որ Դոնալդ Ֆրեդովիչը դեռ անզոր է Գրինլանդիա եւ Դանիայի դեմ։ Գնացին Գրինլանդիա։ Շատ արագ վերադարձանք Գրինլանդիայից։ Գնում ենք նորից, էլի Գրենլանդիայից վերադարձանք, գնում ենք գովազդ։ Գյով այլի սկսվում։ Գեից գե ենք գնում։ Այո, մնացեք մեզ հետ շեի եթերում։ Հա, իմիջիալոց, մեզ դիտում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այնտեղ դրամատ պետք է ասել բարի լույս բոլոր մեր հերոստատիտողներին, ովքեր մեզ հենց հիմա դիտում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, շնորհակալություն, որ միշտ դիտում եք մեզ։ Ինչքան պետք է սիրես Ես ամեն առավոտ գիտես ստանում եմ վիդեոներ։ Այո, որ բանը գործը թողես երեկոյան Ամերիկա։ նույնպես գործ։ Չէ, համոզված եմ որ ձեզ ավելի շատ։ Շնորհակալություն։ Դե լավ, Ամերիկայի մեջ հերոստատիտողներ սիրում ենք մենք էլ ձեզ շատ, այս պահին գովազդ հատուկ նաև ձեզ համար։ Մենք վերադարձանք եւ ներկայացնենք մեր հաջորդ հյուրերին։ Նոյեմբերի 30-ից մեկնարկել է կողք կողքի 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը։ Փառատոնն անցկացվում է ներառական հասարակություն քաղաքակիրթ երկիր կարգախոսի ներքո։ Փառատոնի հովանավորն է Իմ քայլը հիմնադրամը։ Մեր տաղավարում է կողք կողքի միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանը եւ Հայաստանի Հանրապետության ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանը։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Նախ շնորհավորում ենք որ փառատոնը մեկնարկել է եւ շնորհավորում ենք այն կապակցությամբ որ արդեն 6-րդ անգամ է կարծես թե տեղի ունենում եւ սա շարունակական է հիշում եմ որ տարիներ առաջ առաջին անգամ կամ երկրորդ միգուցե հանդիպել ենք առաջին այո խոսում ենք նրա մասին որ կարող է դառնալ շարունակական դուք շատ եք ուզում որ դա այդպես լիներ եւ փաստորեն եղավ փոքրիկ երազանքը դարձավ մեծ գործ ինչով է տարբերվում 6-րդը առաջինից Յուրաքանչյուր փառատոն տարբերվում է ամեն տարի նորություն եւ այս տարի փառատոնը նրանով է տարբերվում, որ մեզ միացել է ջազ նվագախումբը։ Դավիթ դա համար է Դավիթ այստեղ։ Այո, ջազ նվագախումբը եւ երեխաները ելույթ են ունենալու ջազ նվագախմբի նվագակցությամբ։ Երեխաները երգում են միայն, թե նաեւ նվագում են։ Կան եւ երգող վոկալիստներ եւ գործիքային ուրեմն կատարումներ են լինելու, կան դաշնակահարներ, հարվածային գործիքներ նվագող երեխաներ, մի խոսքով առատ այսպես արտիստներ ունենք։ Դավիթ, ինչպես ստացվեց նաև ձեր ներգրավվածությունը այս փառատոնի։ Դե Նաիրայի կողմից եղավ առաջարկը համագործակցության այս տարվա փառատոնին, որպեսզի դե կարծեմ նախորդ տարիներին եղել են նաև անցյալ տարի եղել էր սիմֆոնիկ նվագախումբը Այս տարի տենց որոշեցինք ինչ անենք, որ ավելի հետաքրքիր ստացվի, երեխաներն արդեն ոգևորվել են եւ առաջարկեցինք ռոք խմբի հետ։ System of a Down-ը օրինակ, ինչու՞։ Այո, ինչու ոչ, այո։ Եվ առաջարկեցի Դավիթ հենց նստեցինք, սենց մտածեցինք ինչ անենք, ոնց դե Դավիթ ասաց, որ շատ մեծ գործ կա անելու իրականում, որտեվ համարյա թե ամբողջ ծրագիրը ադապտացվել է երեխաներին, ես պետք է Դավիթին շնորհակալություն հայտնեմ, իրական շատ գործեր կան, որ այո, գրվել են որոշակի, գրվել են հատուկ երեխայի համար գրվել է պարտիտուրը։ Օրինակ Խաչատրյանի Վաստոչնի տանիցը ադապտացվել է ջազ նվագախմբի համար ու այդ երեխան, որը 12 տարեկան է նվագելու այդ ջազ նվագախմբի հետ այդ գործը շատ հետաքրքիր է լինելու համերգը նաև այս տարի նորություն ունենք նրանով որ քաղաքական գործիչներին են գրավել որոնք ունեն երաժշտական կարողություններ
Դժվար Իսկ շատ են այսինները։ Անգամ եկան քաղաքական գործիչներ, որ անգամ այդ ցիմբալները չի կարելի նրանց։ Լավ, օքեյ։ Մենք ընտրել ենք դրանց, ովքեր Լավագույններին։ Այո, լավագույններին, դա մեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարարն է, Դանելը Դանելյան, որը տիրապետում է երաժշտական դաշնամուրի։ Այո, դա գիտեմ, հա։ Սոցիալական հարցեր։ Այո, ջազ նվագախմբի հետ ամբողջը իրենք ներգրաված են ջազ նվագախմբում, օրինակ նվագում են դաշնամուր։ Առանց աշխատավարձ։ Այո, իհարկե, առանց աշխատավարձ։ Անգամ փորձերին են ներկա լինում, ժամանակ են տրամադրում, այո։ Լավ, Նայրա, անդամները նաև աշխատում են, այո, դա ուրախալի է։ Նայրա, եկեք մի փոքր մանրամասնենք, հա, ովքեր են մասնակցում, ինչ տարիքից մինչև որ տարիքը, եւ Ինչպես է երեխաներին ընտրել։ Եվ քանի երեխա է մասնակցում, հա, եւ այսինքն ինքը ավելի ամբողջական համերգ է, թե ավելի ինչ որ սոլո կատարումներով։ Հեսա պատմեմ։ Փառատոնը ինքն իրանով ներգրավել է մոտ 600 հաշմանդամություն ունեցող երեխաներ, որտեղ իր շրջանակներում ինքը ունի տարբեր միջոցառումներ։ Օրինակ ամսի 30-ին մենք ունենք սեմինարներ, վարպետաց դասեր մասնագետների, մասնակիցների եւ նաեւ ծնողների համար։ Որոշակի, օրինակ, մասնագիտական, օրինակ ուսանողների համար դա կարող էր շատ հետաքրքիր լինել։ Դա էլի ներառական։ Այո, ներառական, այո, ներառական ոլորտի զարգացման ուղղված տարբեր միջոցառումներ են ներգրաված լինում փառատոնի շրջանակում։ Ամսի 1-ին 3 եղավ իմ առաջին քայլը խորագիրը գրող համերգը Կամերան երաժշտության տանը, որտեղ ունենք 40 համար եւ յուրաքանչյուրում համարյա ներգրաված են լինում 10-12 երեխա մարզերից, Հայաստանի բոլոր մարզերն են ներգրաված։ Ես նենց ողջավորված եմ երեկվա համերգից հետո, որտեվ նկատեցի, որ ինչպես են մարզերում մասնագետներն աշխատում երեխաների հետ։ Այս 6 տարիների ընթացքում մենք այդ աճը զգացինք մարզերում, որ սկսել են ուշադրություն դարձնել զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաներին, ընդգրկել իրենց ծրագրերում, արվեստի դպրոցները, երաժշտական դպրոցները, փառատոնը ոնց որ հարթակ է դարձել, որտեղ իրենք կարողանում են տարվա այս կտրվածքում գան եւ ելույթ ունենան։ Բերեն իրենց աշխատածը եւ ցույց դնեն եւ ասեմ փայլուն կատարումներ էր 3 անմիջական, սիրուն, երեխեքը ուրախ, երջանիկ, շատ գեղեցիկ համարներով, մարդիկ նենց լավ պատրաստվել էին, սենց որ երևում է ջանք են գործադրել, որ ելույթ ունենային։ Եվ այսօր ունենալու ենք Սունդուկյանի անվան թատրոնի Black Box-ում թատերական եւ կրկեսային միջոցառում, այս անգամ կարելի է էլի զարգացման առանձնահատկություններ ունեցող եւ ոչ առանձնահատկություններ ունեցող երեխաներ են մասնակցելու այդ պարային կրկեսային միջոցառմանը, դա անգամ փորձերին չեմ տեսել, ինձ թվում է այլի շատ հետաքրքիր ինչ որ բան է լինելու, ասես անհամբեր սպասում եմ։ Դավիթ, ինչ է ձեր համար այս փորձը եւ ինչ ստացաք նաեւ դուք։ Պարզե որ դուք երեխաներին տալիս եք ինչ որ բան, ինչ դուք ստացաք, ինչ սովորեցիք նրանցից։ Շատ կարևոր հարց ասա, որի մասին ես իրոք կուզեմ խոսել, որ շատ էմոցիոնալ եւ դրական լիցքերով հարուստ առիթ է մեզ համար համագործակցության, որովհետեւ այդքան երեխաների իսկ այդ երեխաները մանավանդ առանձնանում են իրենց բացությամբ եւ էմոցիոնալ, այսպես, հա, դրական լիցքերով ու մեր, այսպես ասեմ, դահլիճը ուր մենք փորձեր ենք անում, մի շատ գեղեցիկ վայրի են վերածվել այս օրերին, երբ որ մենք փորձում էինք եւ նվագախմբի կազմը եւ մենք շատ մեծ ողջավորությամբ ենք պատրաստում այս ծրագիրը ու պատրաստվել իրան ու մի խոսքով շատ յուրահատուկ է ու շատ հետաքրքիր փորձառություն է մեզ համար ու մենք ուրախ ենք, որ նման կարևոր գործին մեզ էլ են աջակից դարձրել։ Դավիթ, իսկ շփվելով այս երեխաների հետ արդյոք կային այնպիսի տաղանդներ, որոնք կարող են նաև նվագախմբի ապագան դառնալ հետագայում։ Համոզված եմ, որ այո, որոշները շատ հուսադրող, այսպես ասած, կարողություններ են ցույց տալիս, մանավանդ դաշնակահարների կամ վոկալիստների մեջ ես նկատեցի որոշ առանձնահատուկ ուրեմն օժտված, այո, եւ հարկ է նշել նաեւ, որ չգիտես ինչպես կզարգանա, հա, մարդկա կարող է այս տարի այդպես չի ցուցադրում իր ունակությամբ, մյուս տարի երեխաներ են, իրանք շատ արագ աճ կարող են գրանցել, բայց այնուամենայնիվ պիտի ասեմ, որ ես անցած տարվա համերգի փորձերին էլ այսպես առիթ ունեցել եմ ներկա գտնվելու, երբ սիմֆոնիկի հետ էր արվում ու արդեն իսկ պատրաստ էի, որ գալու են մեզ մոտ շատ տաղանդավոր երեխաներ ու գիտեի մոտավորապես, բայց մեր իսկ փորձերի process-ում
էլ ավելի զարմացա, որովհետև հասկացա, որ շատ հեշտ, շատ պարտաճանաչ, շատ պատրաստված են գալիս ու այսպես սպասածից հետ շատ ավելի արագ ու հեշտ է ընթանում ստեղծագործական եւ աշխատանքային process-ը ու դրա համար նաեւ պիտի հատուկ նշենք եւ ծնողների եւ մանկավարժների եւ կազմակերպիչների հսկայական ներդրումը, հսկայական դերը եւ նվիրումը ու ելի եմ ասում, մենք էլ շատ ուրախ ենք ու մեզ պատիվ է մեզ համար նման գործին լինելու գործի մաս լինելու։ Սա թերապիա է ոչ միայն երեխաների համար, այլ նաև հասարակության համար, ծնողների համար, երաժիշտների համար, հանդիսատեսի համար։ Այ ինձ հետաքրքիր է այն ծնողը, որ օրինակ առաջին անգամ է լսում եւ ունի այդպիսի երեխա տանը, որը որ չունի երաժշտական կրթություն, բայց օրինակ մտածում է, որ դա կօգնի իրեն։ Ինչպես է դա արվում։ Օրինակ մարդիկ, որոնք որ արդեն այսօր մասնակցում են այս ամենին, նրանք ունեն ինչ-որ երաժշտական կրթություն, թե երեխա կա, որ 0-ից սկսել է եւ արդեն հիմա նվագում է։ Ինչպես է դա արվում եւ երեխաները կան որոշակի երեխաներ, որոնք արդեն ունեն երաժշտական կրթություն, բայց բոլորը բացահայտվել են իրենց այն վայրերում, որտեղ իրենք հաճախում են։ Օրինակ զարգացման կենտրոններում, վերականգնողական կենտրոններում, դե ինքս էլ որ աշխատում եմ մուզիկալային թերապիա եմ անում երեխաների հետ, եւ այդ թերապիայի ընթացքում ես դու հասկանում, որ երեխան, օրինակ ինքդ լինելով երաժիշտ, դու հասկանում ես, որ երեխան ունի երաժշտական կարողություն ու շատ բարձր։ Օրինակ ունի համարյա բոլորը ունեն բացարձակ լսողություն։ Այո, եթե իրենք ունենում են երաժշտական կարողություն, համարյա բոլորն ունեն բացարձակ լսողություն։ Եվ աշխատանքի շնորհիվ, որ այսօր մենք կարող ենք իրենց ինտեգրել մեր այդ երաժշտական ընթացքի մեջ, էլի, դա ուղղակի չես կարող, հենց տանը ունի երեխան կարողանում է երգել ու դու իրան վերցնես բերես այդ գործի մեջ մտցնես, չես կարող այդպես։ Սա տարիների աշխատանք է։ Այո, սա տարիների աշխատանք է։ Նույն երաժշտակահար երեխան, օրինակ Համլետ Ստեփանյան մեր, որը նվագում է, Համլետին բացահայտել ենք աուտիզմ ազգային հիմնադրամում։ Աուտիզմ ազգային հիմնադրամում կան երեխաներ, որոնք կոնսերվատորիայում են սովորում։ Այո, նույնը Վարդան Այվազյան, որոնք հենց առաջի օրվանից թերապիա դու հասկանում ես, որ ինքը բացարձակ լսողություն ունի, նախ ունի շատ մեծ աշխատասիրություն Համլետը եւ ունի համբերություն եւ ունի ամուր լավ ընտանիք, որը աջակցում է եւ զբաղվում է դրանով։ Յուրաքանչյուր տաղանդ դու պիտի զբաղվես դրանով, յուրաքանչյուր կարողություն պիտի կարողանաս աշխատել այդ կարողության վրա, որպեսզի ցույց դնես այդ կարողությունը։ Ավելի լուրջ խնդրի մասին խոսենք, եթե օրինակ, թե միգուցե կա, ես չգիտեմ, բոլոր մարզերում եւ բոլոր քաղաքներում եւ գյուղերում հաստատ համոզված եմ, որ չկան այդպիսի կենտրոններ, որտեղ այդպիսի երեխաներ կարող են գնալ եւ հաճախել։ Ներառական, այսինքն նշանակում որ այդ երեխաները կարող են գնալ, պետք է գնան դպրոց, պետք է գնան երաժշտական դպրոց, բայց ոչ բոլոր երաժշտական դպրոցներում կան մասնագետներ, որոնք որ այդ երեխաներից կարող են զբաղվել։ Հիմա ինչ անեն այն մարդիկ, որոնք որ չունեն իրենց գյուղում կամ իրենց փոքրիկ քաղաքում այդպիսի կենտրոն։ Գիտեք, կենտրոնը հիմա արդեն դարել է մեր կրթությունը ներառական եւ յուրաքանչյուր դպրոց, յուրաքանչյուր արվեստի դպրոց, երաժշտական դպրոց իրավունք չունի հրաժարվելու երեխայի հետ աշխատանքից, որովհետեւ հիմա պետական ծրագրերով կան վերապատրաստումներ, այո, իհարկե, այո, եւ յուրաքանչյուր դպրոց ունենում են հիմա պետությունը իրականացնում են բազմաթիվ ծրագրեր, որտեղ վերապատրաստում են, անգամ մեր հասարակական կազմակերպությունն է դա անում տարվա ընթացքում, օրինակ մենք ունենք բացի այս ծրագրից, նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հետ մեր հասարակական կազմակերպությունը իրականացնում է մարզային ծրագիր, որտեղ ունենք հիմա բենդ, ներառական բենդ, որտեղ երաժիշտներն են ներգրաված եւ երեխաներ առանձնահատկություններով շրջում ենք մարզերով եւ համերգներ ենք տալիս։ Այդ համերգների ընթացքում նաև կազմակերպում ենք վարպետաց դասեր մասնագետների համար, օրինակ որ կառույցը որ գնում ենք, կենտրոնացնում ենք այդ կառույցին մոտ կամ մարզին կից դպրոցներ, մշակութային կենտրոններ, որպեսզի իրենք գան տեսնեն, որ աշխատելով այդ երեխեքի հետ կարելի է հասնել արդյունքի։ Այդ ոգևորից շատ կարևոր են նմանատիպ ծրագրերը եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը, որ իրականում մեծ գործ են անում իրենք էլ, որ այսպիսի ծրագրերը հնարավորություն են տալիս աշխատել այսպիսի ծրագրերով։
Նաև միջազգային է փառատոնը, հա։ Այո։ Այ խոսենք նաև այս մասին։ Միջազգային է Ով է փառատոնը ապահովում։ մասնակիցների առումով եւ Միջազգայնությունը։ ինչպես հասկացանք նաև վարպետների առումով, ովքեր նաև վարպետաց դասեր են անցկացնում։ Այո, միջազգայինը օրինակ այս տարի մենք ունեինք Բահրեյնից մասնակից, Վրաստանից մասնակիցներ ունեինք, Ուզբեկստանից եւ Ռուսաստանից։ Ապահովում է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը, որտեղ ծրագիրը ինքը փառատոնը բյուջետն պրոյեկտը։ То есть բյուջեից մեզ հատկացվում է X գումար, որը մենք ծախսում ենք փառատոնի Բախրայնի մասնակից ինչ է, երաժիշտ է նորից։ Այո, երաժիշտը հաշմանդամություն ունեցող անձ է, որը երաժշտական կարողություն ունի եւ երգում է եւ հայտնի երգիչ է իրենց մոտ։ Առաջին օրն են մասնակցում մեր հյուրերը փառատոնի, քանի որ այս երրորդ, то есть գալահամերգին մենք անում ենք ահռելի աշխատանք, որտեղ այտենց հեշտ չի գալ ու մասնակցել, դրա համար ընթացք է պետք, դրա համար փորձեր են պետք, մենք ամիսներ շարունակ Դավիթ հենց այդ աշխատում ենք, ադապտացվում է ծրագիրը որպես մասնակցին եւ դա հեշտ չի կազմակերպել եւ յուրաքանչյուր օր մնալը, քանի որ մենք ինքներս ենք վճարում հյուրի այստեղ լինելու գումարը։ Եվ դրա համար դա ամբողջը ռեսուրսի ոնց որ հետ է կապված, էլի, եթե ունենանք ռեսուրսներ, մենք կբերենք իրենց երկար կպահենք եւ այլն, այո, փորձերին կմասնակցեն, բայց միևնույն է, այս կարճ ժամանակահատվածում էլ շատ ընկերանում են, հետաքրքիր մարդիկ են գալիս, իրենց փորձով են կիսվում եւ ասեմ, որ զարմանում են, որ մենք ունենք այս sense ահռելի աշխատանք եւ ոչ մի երկիր չի փաստում, որ իրանք էլ ունեն sense փառատոն այնտեղ։ Իրանց մոտ շատ ավելի փոքր է, շատ ավելի ոչ մասշտաբ։ Այո, բոլոր հյուրերն են դրա մասին փաստում, թե կազմակերպություններ, որոնց մենք հրավիրում ենք դրսից, որոնք կան տեսնեն մեր առած աշխատանքը, իրենք էլ են փաստում։ Դե ինչ, շատ լավ է, շատ կարճ, երբ է մոտակա համերգը։ Վաղը, ժամը 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, սիրով սպասում ենք բոլորիդ։ Շնորհակալություն։ Դավիթ Մելքոնյան եւ հիանալի երաժիշտներ, որոնք որ կպարգևեն ձեզ գերագույն հաճույք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, իսկ հիմա գովազ շանթի եթերում։ Մնացեք մեզ հետ։ Մենք վերադարձանք։ Ավարտեց հերթական գովազդը եւ ժամանակն է հերթական երաժշտական կանգար շանթի եթերում։ Երաժշտական կանգար ունենալ, օրինակ, այո, կատարել հերթական երաժշտական կանգար։ Մնացեք մեզ հետ, երաժշտություն։ Իսկ հիմա ժամանակն է խոսքը փոխանցել մեր գործընկերոջը Մանոյին, այսօր իսկապես մեր ժամանակների մարդու համար շատ կարևոր հարց ունենք՝ ստրեսն ու կորտիզոլ հորմոնը։ Հավանաբար լսել եք հենց այս թեմաների մասին, բայց այսօր վստահ եմ, որ Մանոն ավելի կմանրամասնի, թե ինչ է սա։ Բարի լույս, Մանո։ Բարի լույս ես։ Մանո ջան, հիմա երգ դիտեցինք, որը բավականին տխուր էր, հուզիչ էր, ստրեսային էր, այո։ Կարտիզոլը մեր ավելացավ, պակասեց, Անդրեի կարտիզոլը այս երկի ժամանակ ինչպիսին էր, կամ գոյությունն է առհասարակ, եւ կարեւոր է կարտիզոլը մեզ թե ոչ։ Նայեք, ուրեմն խոսանք կորտիզոլի մասին, այս վերջերս շատ է շոշափում այդ անունը, հասկանանք ինքը վտանգավոր է կամ ոչ, ուրեմն մարդիկ ունենում են այդ բոլորի մոտ կա, դա կոչվում է ստրեսի հորմոն, կորտիզոլը ինքը ստրեսի հորմոնն է։ Ինչը անում դա բարձրացնում է մեր էներգիան վտանգի դեպքում, այսինքն մի հատ շուն է եթե վազում հետևից հետ, մեկ սկսում դու շատ ավելի արագ վազել։ Ինչ դա, այո, ակտինեդի այդ կորտիզոլի հորմոնն է, ինքն է մեզ էներգիա դարի։ Դες մոտավորապես օրինակ բերից որպես հասկանանք թե ինչը երբ ոնց է աշխատում ինքը։ Պաշտոնապես ինքը վտանգավոր չի, ինչ կա որ իրան դες մեծացնում, սարքում են եսի, ինչ ինքը վտանգավոր չի, ինքը կարևոր բան է մեզ։ Իհարկե, բայց քո դեպքում եթե երկար բարձր չես թողում իրան երկար ժամանակ ինքը աշխատում է գարջ, այսինքն այդ պահին վտանգը զգաց, քեզ դվեց էներգիան, վերջացավ, իջավ։ Քո դեպքում երբ որ անում ես քո սխալ քայլերը, ինքը երկար բարձր է մնում, այդ ժամանակում ինքը դառնում է ոչ թե վտանգավոր, այլ խանգարում է ինչ որ բաներին, օքեյ։ Ինչի է մնում երկար։ Ինչի, ահա։ Եվ որ քրոնիկ ստրեսներ է ստանում, այսինքն ամեն ինչը ցարկում է ստրես։ Քրոնիկ, ամեն ինչ երկար ես մտածում, մեջ դες գցում բան ես անում, երկար դեպքում դե ինքը ստրես է բարձր է մնում։ Երկրորդ դեպքում քնի անբավարարություն, որ միշտ խոսում ենք այդ դրա մասին։ Քնի անբավարարություն իհարկե միշտ մեր մոտ բարձրացրել է կորտիզոլը։ Երրորդը սխալ սնվելը, քաղցր չարաշահելը, դա էլ է բարձրացնում մեր կորտիզոլը։ Okay։ Չորրորդը, ինչ կարա լինի,
քիչ շարժվելը, պատկերացրեք ժողովուրդ, եւ որ քիչ եք շարժվում, նորից մեր կորտիզոլը բարձրանում է։ Այս սրանք հիմնական կետերն են, որը երկար բարձր են բահում մեր կորտիզոլը։ Իսկ ինչպես պետք է ավելի ցածրացնել։ Օ, լավ շարժվել, ճիշտ սնվել, լավ, մանուկ կպատասխանի։ Դες կարող ավելի շատ մանրամասն։ Всё արդեն ձերքս վեճի գորի։ Իսկ գործը պիտի գնաք խաղալու բայրը։ Լավ է։ Ուրեմն առաջի հերթին իհարկե գալիս է ինչը՝ քունը։ Քունը ամենակարևոր գործոնն է կորտիզոլ իջացնելու համար, որը պետք է մենք քնենք միշտ 7-ից 9 ժամ բարձրադիր, օքեյ։ Եվ ամենական փորձում ենք քնել նույն ժամերին, չփոխենք ժամերը, դա էլ է ազդում։ Երրորդ ամենակարևոր կետը հեռախոսը մի ժամ առաջ հեռու բահեք ձեր աչքերից, որովհետև այդ կապ վիճարակայտերը որ քնելուց առաջ մի ժամ առաջ հերու բահենք այդ հեռախոսը, դե կապի ջարակայտները որ դարից են, էլի բարձրացնում է մեր աչքի միջոցով, ինքը բարձրացնում է մեր կորտիզոլը, սո հերու բահենք այդ հեռախոսը մի ժամ առաջ, չգիտեմ քան օգու մոտ կստացվի թե չէ այդի, բայց շատ կարևոր գործ է։ Երկրորդը ճիշտ սնվելը, օքեյ։ Անընդհատ զբզալը, այն որ ասում եմ, անընդհատ գնաց մի բան գցես բերանը, դա բարձրացնելու է կորտիզոլը։ Այդ դեպքում ինքը քաղցրի բանջը դելա շատացնում, օքեյ։ Սկսում ես ավելի շատ քաղցր ուտես, քաղցրը նույն դեպքում էլի բարձրացնում է կորտիզոլը։ Տեսեք ինչ անում ձեզ։ Ու պլյուս արդեն բոնուս է ստանում մի հատ շաքարային խնդիրներ, օքեյ։ Բարդատիր ամեն սնունդի մեջ ներառել սպիտակուցները, բարդատիր բանջարեղեն, բարդատիր ջարբեր, օքեյ։ Բարդատիր այս սրանք ներառում ենք մեր ամեն սնունդի մեջ, որովհետեւ փորձենք իրան ցածր բահել։ Երրորդը, ես կասեմ շնչարարություն, հիմի ասելու եք ոնց, ասել եմ ձեզ։ Եվ որ զգաք որ դες ստրեսի մեջ եք, չէ՞։ Փորձեք 2 րոպե 6 վայրկյան շնչեք 6 վայրկյան արդաշնչեք, օքեյ։ Մի հատ փորձեք էսի ու տեսեք գոկնի թե չէ ձեզ։ Ես ասել եմ, ես ժողովրդին բացատրել եմ, արել են ու օգտվել են բոլորներ։ Այն որ կինոներում ասում են շնչի, մի շնչի, մի Կամ շնչի ու արտաշնչի։ Այո, դա է փաստորեն։ Մի հատ կարևոր խորհուրդ, ամենակարևոր խորհուրդներից մեկը։ Շուտ ունենաս։ Հերո մնացեք տոքսիկ մարդկանցից։ Հերո մնացեք։ Դժվար է, բայց այդ միջավայրը, այդ ձեր գործընկերները գտնեն, չգիտեմ գործի վայրը գտնի, ավտոյի մեջ գտնի, չգիտեմ ինչ գտնի, երբ որ գզգաք որ դուք անընդհատ պրեսի, ստրեսի մեջ եք, հերո մնացեք այդ կորտիզոլը բարձրանում է։ Չեմ հանենք իրանց կյանքից, շփրտեք դուրս։ Ուզենք Մեկ էլ ասեմ ձեզ, օրը բարդատիր 5 րոպե դրամատրեք ձեզ, հեռախոս, բան, մտքեր, սաղ թափեք դուրս, մտեք սենյակ, փակեք լրության մեջ, նստեք ու դուք ձեր մեջ վայելեք այդ հանգիստը օրը 5 րոպե։ Մինիմում օրը 5 րոպե, դա կարելի է շատացնել։ Մանո, իսկ ինչպես կարելի է հասկանալ, որ մարդու կամ, չգիտեմ, կնոջը կորտիզոլը բարձր է։ Ինչ է, այսինքն որտեղ գրվում, այո, ճակատին գրվում է։ Արդյոք կարելի է այն բոլոր միջոցները, որ դուք նշեցիք, ենթադրենք սնունդը, քունը հենց դրա միջոցով կառավարել, թե պարտադիր նաև պետք է ինչ-որ հաբեր ընդունել։ Երկու հարցեր։ Ուրեմն գնանք առաջինին, նայեք, ոնց ենք զգում, որ մեր մոտ կա կորտիզոլը բարձր է։ Իհարկե, երկար ժամանակ բարձր է։ Առաջինը սկսում է մեր մոտ որովայնի շրջան հավաքվել մեր ջարբերը, այս մասը։ Այսինքն գիրանում է մարդ։ Այո, սկսում է ջարբեր կոնկրետ հավաքվել որովայնի հատվածում։ Երկրորդը սկսում է դժվարանալ քաշ կորցնելը։ Okay։ Երրորդը բարձրանում է քո մոտ քաղցրի բանջկը։ Եվ քաղցրելը բարձրանում։ Դու անընդհատ քեզ սոված ես զգում։ Երրորդը մազաթափություն։ Դա գրքիր չէ։ Մաշկի որակը սկսում է փչանալ։ Քնի անբավարարություն, այսինքն դուք քնում եք երկար 8 ժամը քնեցիք, առավոտը զարթեցիք, կդրդված։ Ոնց քնած չլինեք։ Այդ իր խնդիրներից մեկն է։ Ուրիշ ինչ կարամ ավելացնեմ։ Հիմնականում այս է խնդիրները իրան, արդեն գզգակ որ ձեր մոտ ինչ-որ գա խնդիր արդեն որ կորտիզոլը որ տրամադրության անկում է, չգիտեմ, քնկոտություն եւ այլն այդ ամենը։ Սկսում եք ամեն ինչը ավելի շատ ստրեսով դանել, սկսում եք ամեն ինչ վատ տեսնել։ Հիմա այդ ժամանակ արդեն Նելի հարցին անդրադառնանք։ Հաբեր միայն թե այն ինչ որ ասացիք կարող է օգնել։ Չէ, նայեք ժողովուրդ ջան, ես հիմնականում որ դիմում եք բժիշկին, ինքը գարա հաբեր նշանակի, ոսկի, չեմ, գարա բադեր օգտվեք, աշվագանդայա բանը, բայց ասեմ ձեզի, հիմնականը այդ ինչ որ հաշվեցի այդիա։ Բնականորեն հաստատ դուք կարող եք չասնեք իրան, որովհետև հաբերը իրան ժամանակավոր գարա օգնի, բայց դուք եթե ժամանակավոր այդ հաբը ընդունեցիք, հետո այդ ստրեսը ապրեցիք, այդ բարձրացրեք, օգուտ չկա։ Դուք պետքա գարավարեք, դուք ուղեք ձեր կյանքի տեսակը, որովհետեւ կարողանաք համագերբեք այդ ստրեսի հորմոնի հետ։ Եվս մեկ անգամ մանու եկեք նշենք, ճիշտ քնելը, այսինքն ամեն օր նույն ժամին քնել եւ փորձել նույն ժամին արթնանալ։ Այո, եւ հեռախոսը։
Եվ հեռախոսը, այո, 1 ժամ առաջ, օրը 5 րոպե սենյակում միայն մնալ քո մտքերով հանդերձ, ինչ բաց թողում էլ ունեցա, սնունդը կարգավորել, այո, սնունդը կարգավորումը դա նշանակում է օրինակ, սնվել օրեկան 3 անգամ, կոնկրետ ժամերին օգտագործել սպիտակուց։ Սպիտակուցները, բանջարեղենը, ճարպերը, բոլորը։ Քաղցրավենիքը ինչքան հնարավոր է ավելի քիչ։ Մաքսիմալ կչացնում ենք առաջ սնունդը եւ քաղցրեղենը։ Բայց մարդկա հիմա լսեց դա եւ կորտիզոլը բարձրացավ հենց դրանից։ Որովհետեւ լիքը մարդ երջանիկ է իրան զգում հենց համեղ սնունդ ուտելով, չէ՞։ Մանոն ասել է, որ այդ երջանկությունը շատ կարճ է տևում իրականում եւ հետո իսկ եթե երկար է տևում Երկար չի կարա տևի։ Դու անցած եթե ուզում ես ուտել, չէ, եթե դու ուզում ես անցած դա ուտել, հասկացա՞ր, երբ որ դու ինչ որ բան ուզում ես անցած ուտել, ուրեմն դա քո երջանկության պահերը կրճատվում են փաստորեն։ Մասնագետներն իմանուն է այդպես ասում, ես չեմ ասում։ Ես շաքար չեմ օգտագործում, պարկաս, ուրախ եմ։ Ու երջանիկ եմ անում։ Հրագույն չեմ գործում, դու շաքար շատ ես օգտագործում։ Ես շաքար օգտագործում, բայց ասեմ, որ երջանիկ եմ։ Նայ, հետո օրինակ ինչ նորի մանուն այսօր իմացա, ես օրինակ մտածում եմ, որ այդ շունիկը հետևից վազում է, դա ադրենալինն է, բայց արի տես որ կորտիզոլն է։ Կորտիզոլն է։ Դա գալիս է, դեր եմ օրինակ բերում։ Դա շունիկից է։ Նա ինչ շունիկ է բացում։ Ես դեր եմ օրինակ բերում, ասում ժողովուրդ առաջ եւ որ մարդը ասենք ստեղծվեց, չէ։ Իր մոտ այդ ֆունկցիան ոնց է, չէ՞, գերագուրի հետևից է, գրում եք դեր մարույցը վազում է հետևից, այդ մարդու ադրենալին ձեր ասած ստրեսը հորմոնը բարձրանում ու յալա վազում է, չէ, փախնում է։ Ասենք մարդը եղել է, շարժվել է միշտ էլի։ Դրա համար ասենք բարձրացել իջել է, բարձրացել իջել։ Իսկ մի արույց չկա, մենք այդ սավորը նստած ենք, ուզած ստրեսը գալիս է վրեկներս։ Գալիս է եւ մենք պետք է փորձենք այդ ստրեսի դեմ, այսպես ասած, կամ պայքարել կամ կառավարել։ Հիմա մանուն ձեզ ասեց ինչ է պետք անել, շատ հեշտ իրականում լուծվող հարցեր են կարծես թե ընդամենը 1 ժամ քնելուց առաջ հեռախոսը դնում ենք այն կողմ, առողջ քնում ենք, առողջ սնվում ենք, շփվում ենք սիրելի մարդկանց հետ, փորձում ենք այն մարդկանց հետ, որոնք որ տոքսիկ են, չգիտեմ, աշխատել այդ մարդկանց հետ շփվել եւ մանո դա ձեր սեփական փորձն է այդ ինչը որ դուք հասել եք Ձեր ապրելակերպն էլ է նմանատիպ։ Նայեք, ես միշտ ինչ որ խոսում եմ գիտության մասին եւ փորձի մասին։ Որտեղ մենք անցել ենք այդ փորձը, ասենք 10-20 տարի մենք անցել ենք այդ փորձի մեջ։ Մենք իհարկե սովորել ենք դա, դա շատ կարեւոր է։ Եթե սովորում ես մենակ եւ պրակտիկան չես ունենում, փորձված բան է, ինչ որ ասում։ Կարակ ապրես, կարա չօգտվեք, չէ՞։ Իսկ նույնիսկ երկու դեպքի եթե ունենում եք ձեր մոտ, համ ուսումը, գիտությունն ու եւ պրակտիկան, դա արդեն մեծ բան է, որտեղ շատ մարդիկ էդի չունեն։ Կարևոր գեդերից մեկը մոռացա գրես դեր իշացնեմ, որ էդի ես գիրառում եմ իմ մոտ, դա մարզումներն է, շարժումն է, այդ դրա մասին մոռացա գներեք։ Ուրեմն ամեն օր 20-ից 30 րոպե քայլքը դա շատ կօգնի մեզ։ Շաբաթը 2-ից 3 անգամ ավելացրու ուժային մարզումները, օրինակ ես շատ օգտվում եմ դրանից, երբ որ գնում եմ մարզասրահ, ամբողջ օրվա իմ ստրեսը, չգիտեմ ինչ որ խնդիրներ եմ ունեցել, վատ կոմենտներ են գրել, չգիտեմ ինչ են արել, գնում եմ մարզասրահ, ու սկսում եմ այդ մի ժամս, այդպես ուժերը թափում եմ այնտեղ, սա վատ էներգիան թափում եմ ու դուրս եմ գալի հանգիստ։ Չփորձեք շաբաթը 5-ից 6 անգամ ուժային բարաբել, դա հագարակ էֆեկտ է ձեզ, օքեյ։ Շաբաթը 2-ից 3 անգամ ուժային, մնացած օրեր հելի 20-30 րոպե քայլի, ուրախ զգացես ու լավ ապրի։ Փաստորեն 100 կիլոգրամանոց տղամարդու վրա են վատ կոմենտները ազդում։ Մի կարդացեք վատ կոմենտները եւ վեր։ Շնորհակալություն Մանո, կաշխատենք այսօր անել այն ամենը, ինչ Մանոն մեզ խորհուրդ է տալիս եւ վաղը կփորձենք Մանոյի հետ կապ հաստատել եւ հասկանալ աշխատում է դա թե ոչ։ Իսկ հիմա գովազ շանթի եթերում։ Ցածրացնում է կորտիզոլը։ Վերադարձանք գովազդից եւ մարդը պարբերաբար արդեն հազարավոր տարիներ պարբերաբար նայում է վերև, չէ՞։ Այ մանուն ասեց մնացեք մեր հետ, ինքները ձեր հետ, նայեք ձեր ներսը։ Նայեք վերև։ Բայց համ ներսը, համ վերև նույն բանն է, տիեզերքի մասին է խոսքը։ Գիտություն շարքն է մեր եթերում։ Այո, գնանք բացահայտենք տիեզերքը, տեսնենք թե տիեզերքում բացի մեզանց ինչեր կան։ Ովքեր չէ, ինչեր։
Ողջույն նորից բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հենց նոր միացան, Գարիկ Պապոյանը ինձ հաղորդագրություններ Այո, ես էլ եմ տեսնում, որ կարդում էի։ Այդ հաղորդագրությունը եթերում ասելու եք որ Նոր երգ ունի Գարիկը Պապոյան, խնդրեց որ ռադիոյով հեռարձակենք, սիրով Վստահ եմ, որ շատ Գարիկ ջան։ գեղեցիկ երգ ա լինելու։ Եթե ունենաս տեսահոլովակ այս երգի Եթերում էլ կհեռարձակենք։ Շանթի եթերում կհեռարձակենք, այո։ Ինձ նաև գրում են մեր հեռուստադիտողները, որ ամեն առավոտ արթնանում են հատուկ, որպեսզի նայեն Շանթի եթերը բաց չթողնեն, ինչը շատ հիանալի է, շնորհակալություն։ Մի րոպե, բաց փաստորեն եթե մենք չլինենք, չէի կարդում, հա։ Ինձ են գրում, գոր, եթե ձեզ գրեն։ Չէ, ուզում եմ, լավ, եթե Նելին չլիներ, չէի կարդնանա։ Ինչ լավ է Նելի, որ դուք ակ մարդիկ արթնանում են փաստորեն։ Արթնացեք մարդիկ ամենայն դեպս, անկախ նրանից թե ով է եթերում։ Իսկ հիմա ժամանակն է էքսկուրսի, ինչպես հիշում եք, ամեն առավոտ մենք շրջում ենք եւ գնում ենք տարբեր էքսկուրսիաներ։ Այս անգամ ուզում ենք գնալ ձմեռային լեռնագնացության հրաշալի վայրը բացահայտելու։ Եթե այո, Արտանիշ լեռ գնում ենք դեպի այն կողմ։ Բարձրությունը մեծ չէ, իսկ բացվող տեսարանը հիասքանչ է։ Լեռան գագաթը միակ վայրն է, որտեղից լավ երևում է մեծ եւ փոքր սևանների հատման հատվածը։ Գագաթից բացվող տեսարանները վայելելուց եւ փոքր ինչ հանգստանալուց հետո իջնում ենք դեպի Արտանիշ թերակղզին եւ շարունակում արշավը Սևանալեչի ափով։ Այդ հիմա Նելի դուք պատմեցիք, այն ինչ որ դիտենք։ Ես առաջարկեցի տարբեր պլաններ, որովհետեւ Վստահ չեմ, որ տեսանյութում ամեն բան ասված է, բայց եթե կորոշեք գնալ Արտանիշ, սկզբից բարձրացեք, նայեք ձախ, հետո աջ, տեսեք փոքր Սևանը, մեծ Սևանը եւ իջեք դեպի Սևանալեչի ափը։ Այո, հիմա եկեք գնանք տեսնենք, թե ինչ է պատրաստել մեր գոլեգաները տեսանյութում, հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Վերադարձանք Արտանիշից եւ ժամանակն է ձեզ ասելու ցտեսություն։ Ցտեսություն, մնացեք Շանթի եթերում, քանի որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, իսկ մենք կհանդիպենք վաղը առավոտյան։ Այո, մեր ամերիկացի հեռուստադիտողներն ասում են բարի գիշեր։ Բարի գիշեր։